Մեծարգո փոխոսնակ, մեծ հետևող սիրելի քաղաքացիներ, Աննա Գրիգորյանը նեղվել է, որ իր խոսքի միայն մի մասն է տարածվել, որտեղ նա մասնավորապես ասում է Արարատը մերն է, Արագածը մերն է, Խուստուփը մերն է, եւ հիմա ասում է, պարզվում է, տարածել են առանց մեր ինքնության մասն ասելով։ Այսինքն Աննա Գրիգորյանը այնուամենայնիվ նկատում է, ինչ միտք է արտաբերում եւ ինչ խնդիր է այն պարունակում։ Եվ իմ մոտ միշտ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Աննա Գրիգորյանի պահանջատիրությունը սահմանափակվում է արևմուտք ու արևելքով։ Նա երբեք չի տարածվում դեպի հարավ։ Եւ գուցե նրան իր տերերը թույլ չեն տալիս տարածել այն դեպի հարավ, խոսել մեր պատմամշակութային անցյալի մասին։ Իսկ որ տիկին Աննա Գրիգորյանը փորձում է պաշտպանել այսպես խրոխտ իր ելույթով մեր ինքնությունը, մոռանում է շեֆին զգուշացնել իր իսկ հաջորդող ելույթի ընթացքում հայերենով տեքստը մի անգամ ավել կարդալ, որպեսզի չկմկմալ, որովհետև հայոց լեզուն մեր ինքնության անբաժանելի մասն է։ Տիկին Գրիգորյանը մոռացել է իր շեֆին զգուշացնել, որպեսզի հայ առաքելական եկեղեցին Հայաստան դաշինքի շտաբ չվերածնի, որովհետև հայ առաքելական եկեղեցին իմ եւ ձեր սիրելի քաղաքացիների ինքնության անբաժանելի մասն է։ Տիկին Գրիգորյանը մոռանում է իր շեֆին ասել, որ վերջապես հայր մերը վերից վար ասի, որովհետև թերևս գիտի, որ ունակ չէ։ Տիկին Գրիգորյանը, որ անընդհատ մեզ ասում է, որ ինքը Սյունիքից է այսպես հպարտանում է դրանով, չնայած Սյունիքից լինելի իրապես հպարտանալու առիթ է, մոռանում է, որ իր շեֆը բանակցել է մեղրին հանձնելու մասին։ Եվ արդյոք տիկին Գրիգորյան մեղրին մեր ինքնության անբաժանելի մասը չէ։ Շատ են սիրում ստեղ մանիպուլացնել, ասելով, թե նման բան տեղի չի ունեցել։ Եվ ես այսօր չալարեցի եւ կրկին նայեցի Ազատության ռեպորտաժը հստակ մեջբերումներով, որտեղ որ Ռոբերտ Քոչարյանը Յակոբ Մինսկի ներկայացուցիչների, երեք պետությունների ներկայացուցիչների հետ խոսել է մասնավորապես այն խնդրի մասին, որը առաջանալու է մեղրին տալուց հետո, երբ որ կխզվի Իրանի հետ կապը։ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ ցիտում եմ, ասում եմ. Կլինենք 3 թուրքերով շրջապատված եւ նրանց մերձավոր զարմիկներով։ Սա վտանգավոր է, իսկ Վրաստանը անկայուն է։ Իրանի հետ սահմանի պահպանելու անհրաժեշտության հարցը մնում է, ասում է Ռոբերտ Քոչարյանը բանակցությունների ընթացքում։ Իսկ մեղրին սիրելի քաղաքացիներ, մնացել է Հայաստանինը, մնացել է Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե որովհետև Ռոբերտ Քոչարյանը հմուտ բանակցող է, այ մեղրին իր կյանքով պահել են այստեղ, այս դալիճում Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Մեղրին մնացել է հայկական, որովհետեւ իրենք կյանքի գնով այն պահպանել են։ Մեկ այլ արկածախնդրություն իհարկե այն է, ինչ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանի եւ իր համակիրների դաշնակցության ուղիղ միջամտությամբ։ Կարող էր հայկական բնակչությամբ մնալ Լեռնային Ղարաբաղը, բայց չմնաց այդպիսին, որովհետեւ Բրատիսլավա բանակցելու չգնացին։ Փոխարենը գիտենք ինչ արեցին։ Փոխարենը գիտենք ում ինչ էին արգելում անել։ Եվ Լեռնային Ղարաբաղը, որ կարող էր մնալ հայերով բնակեցված, Լեռնային Ղարաբաղը եւ իր պատմամշակութային հուշարձանը, որը մենք կարող էինք այցելել եւ վայելել, այդպիսին չէ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ամեն բանի հանուն իր սեփական իշխանության։ Կրիստինե Վարդանյանն ասում է, որ խաղաղ էին տարիները։ Այդ սողացող պատերազմի տարիներին զոհվող տղաները մեր տղեկը չէին, իրանց մահը մահ չէր, իրանց ընտանիքների սուքը սուք չէր, ոնց են իրենք այդպես ասում, կամ արտագաղթը չեն նկատել, լավ, եթե պատերազմ չկար, ինչ էին մեր տղեկին փախցնում բանակներից, գուցե որտև այդքան էլ խաղաղ չէր։ Հաջորդ անգամ, երբ որ կփորձեն մեզնից պաշտպանել հայ ինքնությունը, թող նախ նայեն հայելու մեջ, հետո նայեն Ռոբերտ Քոչարյանի դեմքին ու լուր նստեն, որովհետև հայ ինքնությունը մեզնից պաշտպանել պետք չէ։ Մենք ենք, որ պաշտպանում ենք հայ ինքնությունը, գումար ենք ներդնում եկեղեցիների վերակառուցման, իրենց շուրջ ենթակառուցվածքների պահպանության մեջ, արգելում ենք մեր հայ առաքելական եկեղեցու գույքը օտարել մտերիմներին, այդ մենք ենք պաշտպանում հայ ինքնությունը։ Եվ հունիսի 7-ը այո, մեր պետության, պետականության, անկախության, ինքնության համար ընտրություններ են։ Եվ ես վստահ եմ,
որ մենք հաղթելու ենք, ոչ թե որովհետև մեր ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է, այս էլ մի հատ այլ բլեֆ է, որ տենց ընդդիմադիրները ասում են, դե քանի իրանց ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է, իրանք հայել ընտրվելու են, չէ՞։ Մենք չենք ընտրվում, որովհետև մեր ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է։ Մենք ընտրվում ենք, որովհետև մենք լավն ենք։ Մենք ընտրվում ենք, որովհետև մենք անկեղծ ենք, որովհետև չենք թալանում, մենք աշխատում ենք։ Մենք մեր քաղաքացիներին լսում ենք։ Երբ համաձայն չեն, էլի լսում ենք, լուր լսում ենք, չենք սպանում։ Չենք համաձայնվում, բանավիճում ենք, բակեր ենք գնում, ուղիղ եթերով ենք գնում։ Մենք ընտրվելու ենք, որովհետև մենք խոստացել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաղաղություն, մենք բերել ենք այդ խաղաղությունը, մենք խոստացել ենք արժանապատվություն եւ հայի հիմա արժանապատիվ է։ Բժիշկ արժանապատիվ է, Տիկին Գյուրեխյանը շատ է սիրում այս մասին խոսալ, ամեն անգամ ասելու է, ես ամեն անգամ կրկնելու եմ, որ հիմա 5-6 ամիս աշխատավարձ չեն սպասում։ Խոսում է թոշակառուների մասին, ասեմ, թոշակառուն էլ 5-6 ամիս չի սպասում թոշակի։ Արժանապատիվ կյանքով են ապրում մեր տարեցները։ Եվ որ իրենց հանդիպում ենք, մեզ ասում են չթույլ տակ մեզ մենակ մնալ իրանց հետ։ Դուք հոտար եք։ Դրա համար չեք ընտրվել։ Բոլոր նախկին ընտրությունները գիտենք ոնց են եղել, չեք ընտրվելու եւ հաղթելու է հայ ժողովուրդը։ Թույլ չի տալու, որպեսզի դուք տիրանաք իրենց ազատությանը, իրենց քվեին, հանուն ձեր մի քանի կոպեկի։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։